2 ամսով կալանավորվել է Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով, որով նախատեսվում է նաև ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։ Ռուսաստանցի միլիարդատեր գործարարը Forbes-ի երկրորդ տեղում է, ռուսական անշարժ գույքի արքաները 2025 վարկանիշում, իսկ դեռևս 2014 թվականին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներից 26-րդն է եղել 4.3 միլիարդ դոլարով։ Սամվել Կարապետյանը հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ հարձակվել է հայ եկեղեցու ժողովրդի վրա։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր. «Հայաստանը կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծելը»։ Ըստ նրա հասունացել է հեծը պետականացնելու պահը, իսկ Սամվել Կարապետյանն էլ նշել է, որ թքած ունի իրենց վրա էլ, էլեկտրական ցանցի վրա էլ։ Վերջերս էլ հեծը տեխնիկական եւ առևտրային խախտումների համար տուգանվել էր 10 միլիոն դրամով։ Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների համար էլ կասեցվել է Պիցցա Տաշիրի 10-ից ավելի մասնաճյուղի գործունեություն։ Զարգերակ EM-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը պետք է հեռացվի Հայաստանից եւ հայտարարվի անցանկալի անձ։ Ըստ նրա, Ռուսաստանը բաց խաղաքարտերով մարտի է նետել կոնկրետ անձանց։